Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Պարոն Սողոմոնյան, երեք դուք մի խումբ քաղաքացիների հետ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց էիք, պահանջում էիք գերիների հետ վերադարձ, պահանջում էիք, որպեսզի նրանց համար նորմալ մարդկային պայմաններ ապահովեն, չխոշտանգվեն, եւ դրան զուգահեռ իշխանամերձ շրջանակներից, օրինակ Արտակ Զեյնալյանից, նախկին արդարադատության նախարար, կարծիք է հնչում, որ Բաքվում նրանց պայմանները բարելավվել են, հա, գերիների պահման պայմանները։ Ձեր կարծիքով նման հայտարարությունները այս ֆոնին, երբ որ մարդիկ ամեն օր փորձում են ինչ-որ նոր բանի հասնել, հա, գերիների հետ կապված, ինչի համար են նման հայտարարություններ արվում պրո-ադրբեջանական։ Անկեղծ ասած, հարցի հասցեատերը երևի թե ավելի շատ Արմանը Արտակը կլիներ Զեյնալյան, ինչի համար են այսպիսի բաներ ասում, արդյոք ինքը հարց է առաջանում, արդյոք ինքը կապի մեջ է Բաքվի վարչակազմի հետ, իրեն այդպես ներքին ալիքներով, հա, ներքին կանալներով, այսպես ասած, տեղեկացնում են, հա, որ պատանդարված անձանց վիճակը լավ է, էականորեն բարելավվել է, որտեղից իրեն այդ ինֆորմացիան, երբ որ մարդիկ իրենց ընտանիքների հետ կապի միջոցով դրա մասին չեն խոսում, ընդհակառակը մենք տեսնում ենք Բակո Սահակյանի վիճակը, մենք տեսնում ենք հատկապես Ռուբեն Վարդանյանի վիճակը, ինչի մասին է խոսքը, պարզապես քանի որ այսօր օրակարգի թիվ 1 հարցերից մեկն է դա, եւ շատ բնական է, որ այդպես է, օրակարգի այդ թիվ 1 հարցը ուզում են իրենց վրա սևեռել, որովհետեւ հենց երեք էլ խորհրդարանը կարծես հետաձգեց իրենց այդ պսևդո նախագիծը, հա, Եվրամիություն մտնելու վերաբերյալ այդ կատակը, այսպես։ Ներքաղաքական օրակարգի թեմատիկայով կարծում եմ այդպես պայմանավորված։ Հիշեք, որ Ալեն Սիմոնյանն ասում էր Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ, ասում էր դա ֆանտաստիկ ֆիլմի կադրեր են, թե ինչպես են այնտեղ վարվում մեր գերիների հետ։ Հիմա նույնը երևի թե Արտակ Զեյնալյանի մասով է, փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանում ինչ որ բարյասական վերաբերմունք կա գերիների վերաբերյալ։ Դե սա արդարացնում է իրենց անգործությունը։ Իրենց անգործություն ասած միտումնավոր անգործությունն արդարացնելու համար է։ Շատ պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի համար եւ նրանց սատելիտ այդ ուժերի համար այս մարդիկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մասնավորապես Ռուբեն Վարդանյանը քաղաքական հակառակորդներ են։ Նրանք այս մարդկանց դիտարկում են որպես քաղաքական հակառակորդներ։ Դրա համար մատները մատներին չեն խփում, այդ մարդկանց հետ կապված նրանց դրությունը թեթևացնելու, նրանց ազատ արձակելու որպես պետություն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում։ Իսկ այդ քայլերի մասին խոսում են, չէ՞, այսօր էլ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը այդ որոշ քայլերի մասին հուշեց։ Այդ մեծ հայտնագործությունները, այդ քայլերը, ասենք ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակը եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից այդ մոնիտորինգային միսիան, օրինակ, որպես որ գործիք միջազգային իրավական գործիքի մասին նշվեց առաջին անգամ ենք, հա, իմանում այդ մասին նորություններ, դա օրինակ քանի այդպիսի դեպքեր է, չէ՞ եղել, Նավալնիի հետ կապված է դեպք եղել, ուկրաինացի անունը չեմ հիշում, կարծում Սավչենկո էր, Աննա Սավչենկո, այդպիսի մի աննազգանուն էր, այդ կնոջ հետ կապված է եղել, Թուրքիայում քաղբանտարկյալների հետ կապված է եղել, Սերբիայում, մի խոսքով, մի շարք դեպքեր են եղել, որ օրինակ, ասենք, հենց այդ նույն մենակ այդ մի գործիքակազմը աշխատել է, որոշ դեպքերում արդյունավետ, որոշ դեպքերում ոչ այնքան արդյունավետ, բայց համենայն դեպս մենք չենք տեսել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը այդպիսի քայլի գնացած լինի։ Այսինքն ոչինչ չեն անում այդպես։ Ոչինչ չեն անում, բացարձակ ոչինչ չեն անում։ Եկեք մենք մի հատ նայենք Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Եկեք հերթով նայենք նրա Facebook-յան էջը, որտեղ որ նա ցույց է տալիս, հա, կամ H1-ի լուրերը, այսինքն որտեղով որ ասենք նա երևում է նրա գործունեությունը երևում, եկեք մոնիտորինգ անենք, տեսնենք նա իր ռեժիմի մեջ, իր օրվա ժամանակի մեջ ինչ մաս է հատկացնում այս գործին, ոչ մի, բացարձակ,
խոսում է այս մասին, նա կարեկցանք, ինչ որ վրթով մունք, հայտարարություն արել է, որ այս մարդիկ քաղբանտարկյալներ են, որ այս մարդկանց վիճակը վատ է, որ պետք է ազատ արձակել, որ խաղաղությունը Ադրբեջանի հետ կախված է նաև այս մարդկանց ազատ չարձակելու հանգամանքից։ Դուք ասենք, ես օրինակ ինձ չեմ կարողանում պատկերացնել։ Ես որպես քաղաքացի ու ինձ նման քաղաքացիները ոնց կարող են ասել, դե լավ, եկեք Ադրբեջանի հետ հաշտություն կնքենք, եկեք խաղաղություն կնքենք։ Այսօրվանից մենք պայմանավորվում ենք, որ Ադրբեջանը մեզ թշնամի չի, բայց այդ մարդիկ որպես ահաբեկիչներ, որպես հանցագործներ դատվում են տարբեր բաներով, տարբեր ժամկետներով դատվում են, դատապարտվում են։ Աստված մի արած է, ասենք մահանում են այնտեղ բանտեր։ Ոնց ենք մենք ասելու, հա, մենք հաշտվում ենք։ Որևէ հայտարարություն չկա այդ մասին, որևէ մտահոգության խոսք չկա, որևէ հեռախոսազանգ չկա, ոչ դեպի Բրյուսել, ոչ դեպի Լոնդոն, ոչ դեպի Վաշինգտոն, ոչ դեպի Մոսկվա, ոչ դեպի Թեհրան, ոչ մեկին չի զանգում, ասի օգնեք, ճնշում գործադրեք։ Տարբեր երկրների լոբիստական կառույցներ, Վաշինգտոնում լոբիստական հնարավորություններ կան, այդ գործիքները չեն աշխատեցնում, միջազգային իրավական գործիքները, այսօր քաղաքացիական նախաձեռնությունները, քաղաքացիական հասարակության անդամներն են կռիվ տալիս։ Հիմա մենք խոսում ենք այս ընթացքում, հա, մարդիկ դիմում են Շվեյցարիայի դեսպանատանը, որպեսզի Շվեյցարիան որպես չեզոք երկիր այդ համապատասխան գործիքակազմը կիրառի, հյուպատոսական այդ միջնորդության գործիքակազմով փորձի ինչ-որ պաշտպանության տակ առնի մարդկանց, որոնց այնտեղ ենթարկում են ֆիզիկական եւ հոգեբանական կտանքների, տանջանքների են ենթարկում։ Ոչ մի կերպ չի երևում եւ դա միտումնավոր անգործություն է, դա ցույց է տալիս, որ Բաքվում պահվող պատանդները, պետք է բառը ճիշտ օգտագործենք, նրանք գերի չեն։ Նրանք պատանդներ են, որովհետև պատանդին պահում են ինչ-որ գնի դիմաց, ինչ-որ բանի դիմաց Հայաստանի կողմից վճարվելիք։ Այս մարդկանց ազատ արձակման ուղղությամբ որևէ քայլ չի կատարվում եւ դա միտումնավոր է, որովհետև դիտում են որպես քաղաքական հակառակորդներ նրանց։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել, որը հետեւյալ կերպ է վերնագրել, որ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար։ Հոդվածում ինքը ասում է, որ կա SSS ճանապարհները կան, SSS ճանապարհները կարող են կառուցել, այս ինչ ենթակառուցվածքներով հագեցնել, որ ադրբեջանցիները երբ ուզեն Հայաստանով անցնեն դեպի Նախիջևան եւ Թուրքիա։ Եվ իր հոդվածում ինքը զարմանում է, թե ինչու է Ադրբեջանի կողմից մերժվում այս առաջարկները։ Ձեր գնահատմամբ ինչու է Ադրբեջանը մերժում Նիկոլ Փաշինյանի այս լավ առաջարկները, որոնք ուղղվում են Ադրբեջանին։ Շատ պարզ բացատրություն ունի, որ եթե կարելի է ստանալ շատ ավելին, ապա ինչու օգտվել դրանից։ Ադրբեջանը, որովհետև արտատերիտորիալ սկզբունքներով միջանցք է պահանջում։ Եթե նա գնա Փաշինյանի առաջարկին, դա կնշանակի, որ կհրաժարվի միջանցքի գաղափարից, բայց այդ միջանցքի թեման միայն Ադրբեջանինը չէ, Թուրքիան է ավելի շատ այդ միջանցքի հարցում շահառու, թյուրքական պետությունների կազմակերպության հետ, հա, ունենալու ցամաքային շփման ճանապարհ եւ նրանց պահանջը միջանցքի արտատարածքային էքստերիտորիալ հիմունքներով միջանցքի մեջ է եւ մենք ինչ ենք տեսնում ենք որ Ադրբեջանի կողմից չկա համապատասխան համանման գոնե առաջարկ չէ որ դուք էլ կարող եք մեր տարածքով անցնել ասենք Արաքսից դեպի Մեղրի գնալ Նախիջևանով օրինակ հա եւ Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությունները նաև անում է իբր թե նրա համար, որ ցույց տա, որ հնարավորինս ինքը կազուսբելի ռազմական գործողությունների պատրվակից խուսափում է, հնարավորինս խուսափում է, նաև դա ներքին սպառման համար է, ներքին օրակարգի համար է, որ ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմ չլինի, որպեսզի խաղաղություն լինի, բայց հասկանալի է, որ առիթ փնտրողին միշտ էլ առիթ փնտրողը միշտ էլ առիթ գտնում է եւ մասնավորապես այն խայտարակ դատավարությունը որ տեղի է ունենում Բաքվում հենց Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիա նախապատրաստելու համար է նաեւ որովհետեւ լսում ենք այնտեղ ցուցմունքներ մասնավորապես մենք ցուցմունք ենք չէ լսել այն մասին որ օրինակ ասենք պաշտպանության բանակի հրամանատարին նշանակողը նախագահը չի եղել
գլխավոր շտաբից է նշանակում եղել Հայաստանի Հանրապետության, հա, այսպիսի արտահայտությունները հավաքվում է Ադրբեջանի կողմից որպես ռազմական որպես Ադրբեջանի իբրև թե հա հանդեպ Հայաստանի Հանրապետության կողմից տարածքային ամբողջականության ուղղված հա հանցագործություն, ռազմական հանցագործություն, որ դրա համար նախապատրաստվի ագրեսիվ գործողություններ։ Իսկ այդ ամեն ինչի հիմքում ընկած է այն, որ Հայաստանի կողմից Արցախը ճանաչվել է Հայաստանի անունից, իդեմս Նիկոլ Փաշինյանի Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս եւ այսպիսով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով, որ ժողովրդին համոզում էր, թե իբրև թե պետք է լուծի Հայաստանի անվտանգության խնդիրը, Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիրը Հայաստանի Հանրապետության։ Ընդհակառակը Արցախ-Ադրբեջանի կազմ ճանաչելու այդ իր քայլով նոր մեծ ճանապարհներ է բացել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից ագրեսիա իրականացնելու համար։ Հիմա պարոն Սողոմոնյան, Նիկոլ Փաշինյանի հոդվածը արդյոք չի ապացուցում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Ընդդիմության կողմից նման մեղադրանքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է միջանցք եւ դա պետք է տա։ Այսինքն այս հոդվածով մենք այդ կասկածները չենք ցրում, որ Նիկոլ Փաշինյանը չի խոստացել միջանցք։ Անկեղծ ասած, խոստացել, չխոստանալը ես չեմ կարող հիմք ընդունել, որ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասում է ոչ մի պայմանավորվածություն չի եղել, բանավոր կամ գրավոր, հա, էքստերիտորիալ հիմունքներով միջանցք այդ ձևակերպումը չկա, եթե խոսքը նոյեմբերի 9-ի բանի մասին է, փաստաթղթի մասին է, կա ապաշրջափակում կոմունիկացիոն, հա, կոմունիկացիաների ապաշրջափակում։ Մյուս կողմից Բաքվից այդ մասին հայտարարություն արվել է, Ալիևը ասել է, որ ինքը խոստացել է եւ պետք է տա, եւ ոչ միայն Բաքվում։ Ուրիշ տեղերից էլ են այդպիսի արտահայտություն արել, որ խոստացել է ինչ-որ բան։ Հիմա կոռեկտ անկախ նրանից, թե ինչքան բացասական վերաբերմունք անձնապես ունեմ իր նկատմամբ, հիմա ոնց որ քաղաքականապես նույնիսկ կոռեկտ չեմ համարում դնել, ասել իր ասածին հավատում եմ կամ իր ասածին չեմ հավատում։ Ամենայն դեպս խնդրի էությունը դրանում չի, եթե ինքը ասում է ես չեմ տալիս միջանցք ու դրա հետ կապված վկայակոչում է փաստաթղթեր, զուգահեռ ինքը չի բարձրացնում, բայց եթե դու ինձնից բան ես ուզում, միջանցք ես ուզում կամ չգիտեմ ինչ որ կապուղի ես ուզում, որտեղ որ քո բեռնափոխադրողը չի հանդիպելու հայ մաքսավորին կամ չի հանդիպելու հայ ոստիկանին, հա, այդ տրամաբանությամբ, բա ուր է Արցախը, ուր է Լաչինի միջանցքը, ուր են մնացած կետերը այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի։ Այս հարցերը չի դրվում եւ այդ պարագայում ինձ համար արժեք չունի, որ ինքը այդպես կուրծքը ծեծելով ասում է թե միջանցք չկա, միջանցքի բան չկա, ոչ մի տրամաբանություն չկա այստեղ։ Բացարձակ ոչ մի արժեք չունի։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև նոր սահմանադրության մասին իր նոր գաղափարախոսության կոնտեքստում, եթե դրվի հանրաքվեն նոր սահմանադրություն ընդունելու, հնարավոր է հայաքվեն ստանձնի ոչի ճակատի ստեղծումը եւ ընդհանրապես եթե դրվի այդ հանրաքվեն ինչպիսի ելք է կանխատեսում։ Մեր նպատակն է, որպեսզի հարցը դրան չհասնի։ Հայաքվեն իրեն ավելի շատ կտեսնի այդ գործընթացի մեջ, որպեսզի հարցը չհասնի դրան, խնդիրը չհասնի իր այսպես կոչված այդ ցնդաբանությունների հիման վրա սահմանադրության եւ անկախության հռչակագրի չեղարկման։ Հայաքվե նախաձեռնությունը որպես օրենսդրական ինքը ստեղծվել է անկախության հռչակագիրը պաշտպանելու համար։ Թե անկախության հռչակագրով ֆիքսված արժեքները պաշտպանելու համար մենք այդ նախաձեռնությունը ստեղծեցինք, հետեւապես մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հարցը դրան չհասնի, ինչքան որ մեր ուժերը, մեր հնարավորությունները կբավականացնեն եւ հարցումները եւ մեր շփումը ժողովրդի հետ ցույց է տալիս, որ շատ բացասական է տրամադրված ժողովուրդը այդ հարցում սահմանադրության փոփոխություն Նիկոլ Փաշինյանի միջոցով Անկարայի եւ Բաքվի կողմից հայ ժողովրդին ինչ որ բան թելադրելով, որովհետեւ դա է այդ այսպես կոչված գաղափարախոսություն կոչվածը, որը որ բառակույտ է պարզապես անհասկանալի այդպես իրար գլխի թափված գաղափարախոսություն բառը այդ տերմինը ստեղծող մարդիկ հիմա երևի մեռած տեղերը մի քանի անգամ այսպես շուռ են եկել, հա, այս ինչ ասում որպես գաղափարախոսություն։ Պետք է թույլ չտանք
որ գործը հասնի անգամ սահմանադրական փոփոխությունների օրակարգին։ Չի կարելի անգամ դա անել։ Հա, այդ սահմանադրական փոփոխությունների օրակարգ անելու համար համապատասխան ընթացակարգեր են անհրաժեշտ, պետք է թույլ չտանք, որ այդ ընթացակարգերը կիրառվեն ազգային ժողովի միջոցով եւ այլն։ Եվ նրա այդ անկախության հռչակագրի դեմ ուղղված այդ ակնհայտ հանցագործ քայլերը պետք է բացառվեն, որովհետև անկախության հռչակագիրը մենք պետք է հիշենք, որ ընդունվել է մինչ այժմ գոյություն ունեցած Հայաստանի ամենաժողովրդավարական հիմունքներով ձևավորված պարլամենտի կողմից 1990 թվականի մայիսի 20-ին ձևավորված ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհրդի կողմից, որտեղ որ եղել է բացառիկ կոնսենսուս այդ դրույթների ձևավորման համար, այսինքն այդ անկախության մեր հռչակագիրը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտող լեգիտիմ փաստաթուղթ է եւ շատ երկար ժամանակների համար հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը գործունեության ուղենիշ տվող փաստաթուղթ է։ Չի կարելի այդ փաստաթուղթը վերցնել, գցել աղբամանը եւ դնել այն որտեղ հաց այնտեղ կաց հարստացրու այդպիսի անհեթեթություններ, որոնց տակ նաև ականներ կան դրված, մենք պետք է այդ օրակարգին հակազդենք եւ ընդհակառակը առաջ տանենք մեր օրակարգը, որի հիմքում հենց անկախության հռչակագրի պաշտպանությունն է եւ հայ ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակներն են։ Բայց պարոն Սողոմոնյան, ադրբեջանցիներն ասում են, ձեր անկախության հռչակագիրը, ձեր սահմանադրությունը, որը հողում է կատարում անկախության հռչակագրին, իր մեջ պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Ես ինչպես ձեզ հետ կամ խաղաղության, երբ որ ձեր ամենագլխավոր փաստաթուղթը նման պահանջներ ունի։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանը ինչ անի։ Բա մենք ինչ անենք իրենց հետ, որ իրենց 91 թվականի հոկտեմբերի 18-ի ինքնիշխանության վերականգնման ակտը երբ որ կարդանք, որը հղում է անում 1918-20 թվականների ադրբեջանական հանրապետությանը, որպես իրավահաջորդ, իսկ այդ իրենց հղում արած ադրբեջանական հանրապետության տարածքներում ներառված էին տարածքներ իրենց քարտեզների մեջ, իրենց տարածքային հավակնությունները տարածվում են ոչ միայն այսօրվա Հայաստանի Հանրապետության վրա, այլ նաև Իրանի վրա են տարածվում, Վրաստանի վրա են տարածվում։ Այդ ոնց եղավ, որ ամբողջ աշխարհը ձեզ ընդունեց ձեր 91 թվականի հոկտեմբերի 18-ի ինքնիշխանության վերականգնման ակտի վրա հիմնված ձեր պետությունն ընդունեց ու հանկարծ Հայաստանի Հանրապետությանը պետք է չընդունի, դա պարզապես պատրվակներ են, քաղաքականության մեջ աշխատում է առաջին հերթին ուժը, ով ուժեղ է, նա էլ վկայակոչում է համապատասխան իրավական ակտեր կամ քննադատում է համապատասխան իրավական ակտերը։ Մեր խնդիրը հենց դրա մեջ է, որ ոչ թե մենք պետք է իրենց ասածները, այդպես ականջներս կախ լսենք, Բաքվի հոխորտանքները, ականջներս կախ լսենք, ասենք դե բերեք ցլերին չջղայնացնենք, մեր կարմիր շորերը փոխենք։ Այս ճանապարհով մենք ֆիզիկական մեր գոյությունը, ֆիզիկական գոյությունը վտանգի տակ կարող է լինել, կարող է դրվել եւ այդպես էլ կա, իրականում այդպես էլ կա։ Տեղի ունեցավ Զելենսկի-Թրամփ հանդիպումը, շատ տարօրինակ այսպես հանդիպում էր, մինչ այժմ միջազգային քննարկման առարկա է նույնիսկ։ Տեսակ ինչպես էր Թրամփը խոսում Զելենսկու հետ, ինչ կարգավիճակով էր նա այնտեղ նստած։ Այս ամենից ինչ եզրահանգում պետք է անենք, հա, եթե փորձենք դասեր քաղել այս հանդիպումից, որոնք են դրանք։ Շատ լավ հարցի ձևը շատ լավն էր, ինչ առումով, որ միջազգային հարաբերությունների տեսության մեջ մի հատ շատ լավ այսպիսի ասացվածքի նման կանոն գոյություն ունի։ Ասում է, երբ որ պետության արտաքին քաղաքականությունը որոշվում է եւ վարվում է այնպես, որը չի համապատասխանում միջազգային համակարգի իրողություններին, համակարգը պատժում է պետություններին։ Այդ ամենը, որ մենք տեսանք, այդ պատժի արարներից մեկն էր, այդ պատժի առավել այդպես դեմոնստրատիվ կողմերից մեկն էր, բայց այդ պատիժը մենք տեսնում ենք ոչ միայն Զելենսկիի այդ բարոյական ապտակներով սպիտակ տանը, այդ պատիժը մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի պես գյոզալ երկիր է, այսպես ասենք, հա, մեծ երկիր է եւ ծաղկուն երկիր է, այսօր ինչի է վերածվել։ Ինչի է վերածվել։ Ով էր ձեզ խնդրում, օրինակ, հա, ասենք
գնալ ՆԱՏՕ մտնել, հայտ ներկայացնել ՆԱՏՕ-ի հանուն նրա, որ ասենք դա մեր ինքնիշխան կամքն է եւ մենք գնում ենք անել, դրա համար եմ ասում, միջազգային համակարգը իրենից ներկայացնում է առաջին հերթին ուժերի փոխդասավորություն, ով ինչ ուժով է ներկայացված եւ ինչ որ մի բան անում է, երբ որ պետությունը, ինքը պետք է հաշվի նստի այդ ուժերի փոխդասավորության հետ, ով է այս տարածաշրջանում ուժեղը, ով է այս տարածաշրջանում իր շահերի համար կյանքի ու մահվան կռիվ տալու ունակ երկիրը, այսպիսի բաները պետք է հաշվի առնել, նոր ինչ-որ մի հատ քայլ կատարել։ Այդպիսի պատիժ մենք էլ ստացանք, կորցրեցինք ամբողջ Արցախը։ Հա, եւ դասը հենց դա է, որ պետք է կարողանալ ճիշտ հասկանալ ինչ է կատարվում միջազգային քաղաքականության մեջ, ինչպես է դասավորվում միջազգային իրադրությունը։ Իսկ ինչ է տեղի ունենում այսօրվա քայլերը Թրամփի ադմինիստրացիայի որպես աշխարհի հզորագույն տերություններից մեկի, հա, եւ դեռևս թիվ 1 տերության կողմից հետեւյալն է, որ Թրամփի վարչակազմը կարծես թե հաշտվել է, որ միջազգային քաղաքականությունը, միջազգային համակարգը բազմաբևեռ է։ Եվ այն մեթոդաբանությամբ, այն գործիքակազմով, որ մինչև այս պահը Ամերիկայի Միացյալ Նահանգները պայքարում էր ԱՄՆ-ի գերիշխանությունը պահպանելու համար, նեոլիբերալ, ուրեմն աշխարհակարգի դոկտրինայով։ Այս մարդիկ հասկացան, որ այդ դոկտրինայով, որ հնարավորինս շատ պետություններ դեմոկրատացնելով մենք կունենանք ավելի խաղաղ աշխարհ եւ ավելի այդպես Ամերիկայի Միացյալ Նահանգների գերիշխանության աշխարհ, հասկացան, որ այդ մեթոդաբանությունը, այդ դոկտրինան չի աշխատում եւ Թրամփի վարչակազմն էլ նաեւ առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն ավելի ռեալիստորեն է նայում աշխարհին, ոչ միայն հասկանում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող միաժամանակ մի քանի ճակատներում հավասար չափով ռեսուրս ներդնել, հատկապես տեսնելով, որ Չինաստանն է աճում, Չինաստանի իր մրցակից աճող տնտեսություն ունեցող երկիրը Չինաստանն է, իր մտահոգությունը դեպի այն կողմ է, հա, որովհետև բիզնեսի երկիր է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության վրա բիզնես շահերը շատ մեծ ազդեցություն են ունենում։ Եվ հենց այդ բիզնես շահերի հանգամանքով է պայմանավորված, երբ որ մենք լսում ենք, որ ինչքան հաճախ է Ամերիկայի Միացյալ Նահանգների այսօրվա արտաքին քաղաքական խոսույթի մեջ հազվագյուտ մետաղներ բառը երևում, որովհետև այդ մարդիկ հասկանում են եւ այդ բիզնեսմենները հասկանում են, որ միջազգային քաղաքատնտեսության էությունը հիմա այնպիսին է, դրա դինամիկան հիմա այնպիսին է, որ պետք է զարգ տալ հենց արդյունաբերությանը տնտեսության մեջ, տնտեսությունը բաղկացած է եւ արդյունաբերությունից, եւ գյուղատնտեսությունից, եւ ծառայություններից, բայց մարդիկ հասկանում են, որ ծառայությունները որպես այդպիսին, հա, իրենք կարեւոր են, բայց իրենք փուչիկի էֆեկտ կարող են ունենալ, ինչ որ կարող է ծառայությունների սեկտորը ուռել ու հանկարծ տրաքել։ Իսկ արդյունաբերական սեկտորը ինքը չափելի է, ինքը շոշափելի է, եւ այդ հազվագյուտ մետաղների հանքավայրերին տիրանալու Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ քաղաքականությունը հենց այսպես կոչված business minded արտաքին քաղաքականություն է, ինչը իրականացնելու համար Թրամփը այսօր Ռուսաստանի հետ գնում է հարաբերությունների կարգավորման։ Եվ սա պետք է հասկանալ, այս հանգամանքը ինչ հնարավորություններ է մեզ տալիս կամ ինչն է փոխում։ Այս հանգամանքը Թուրքիայի նշանակությունը, որը որ մինչև հիմա բարձր էր Թուրքիայի եւ Ռուսաստանի նշանակությունը Ռուսաստանի համար, քանի որ արևմուտքը նրա դեմ սանկցիաներ էր կիրառում, այժմ այդ նշանակությունը թուլանալու միտում ունի եւ ռուս-թուրքական հարաբերությունները համագործակցայինից մրցակցայինի անցնելու միտում ունեն։ Ազգային պետական շահերով առաջնորդվող պետության համար սա պետք է որոշակի ազդակներ տա, գոնե փոխել ռետորաբանությունը, փոխել արտաքին քաղաքական այն կործանարար գիծը, որը որ կա, բայց իրենցից մենք չենք ակնկալում դա, որովհետև իրենք ամբողջ աշխարհի համար ռուսերեն ասած նիրուկապաժատնի են դարձել եւ իրենք փորձում են ամեն գնով իրենց իշխանությունը պահել եւ տեղավորվել Թուրքիայի փեշի տակ։ Կներեք, որ մի քիչ շատ երկար անդրադարձա։ Չէ, լավ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցում էի Հայակ Քվե ազգային քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ, կհանդիպենք։